Եղանակը շարունակվում է իմ կողմից լինել ու արևաբացվել, սիրելի հետևորդներ ջան, քանի որ նոր վլոգ եմ սկսում, նույն օրվա մեջ ենք եւ բարևում եմ բոլորիդ, սիրելի հետևորդներ ջան, շարունակում եմ իմ տնտեսության գործերը կատարել եւ ցույց տալ ձեր հետ զրուցել, որպեսզի դուք էլ տեսնեք, թե ես ինչ գործեր եմ անում իմ սիրելի ծննդավայրում Շնորհ գյուղում, հոնը դեռ չի ծաղկել, նոր ուզում է բացվի, ահա, այս կողքը մի հատ ծառ ունեմ, փոքր է, ես եմ ցանել այս ծառը, այն կողքի ծառերը, այ հեռվում մեծ են, նրանք էլ նույն վիճակի մեջ են ու ծաղիկները այս տեսքն ունի, սիրելի հետևորդներ ջան, ահա, քանի որ ցուրտ է, ծաղիկը դեռ չի բացվում, որի համար շատ ուրախ եմ, ինչքան ուշ բացվի, այնքան ավելի լավ։ Գիշերները ջուրս արցնում է դեռ ու մարդը իրավունք ունի դեռ նման եղանակներ ցույց տա, սիրելի հետևորդներ ջան, այդ մարդը եկավ, այս ծառերը կտրեց, մի հատ ցույց տամ։ Այսքան գործ ենք արել, այդ պահին ձեզ չեմ միացել, քանի որ այդ գործիքը շատ աղմկոտ է ու իմաստ չուներ այդ ձևով ես ցույց տամ, ահա, այսենց, այս ծառերը շատ շուտվա ցանած ծառեր են, մեր պապերն են ցանել ու տեսնում եք, թե ինչքան խիտ է եղել, ընդհանրապես տխլենին այս ձևով է աճում, հետո երբեմն կողքերից կտրում ենք, թարմացնում ենք ու երբեմն էլ ամբողջական ենք կտրում, ես ամբողջական կտրեցի, որ մի անգամից թարմը ճյուղեր դուրս գա, ինքը չոր չի, սիրելի հետևորդներ ջան, այստեղ նկատում եք, որ այս մեկը ավելի մեծ է, այս մեկն արդեն մեծ է եղել ու արդեն չորացել է ներսում, այս էլ է չոր, բայց կողքերից թարմը ճյուղերը դուրս էին եկել ու սրանք էլ էին արդեն մեծացել, մի խոսքով ջահելացնելու վաղտն է եկել, այս գործը ես իմ վրա վերցրի, շներս ոնց եղավ, դուռը բացել էին ու իրանց համար ֆռֆռում են, ասեմ, որ հավերին չեն նեղացնում, դրա համար էլի շատ ուրախացա, լավ զգացի, զանգի, ուր է զրանգին, մեկ շփոթում եմ, այս զրանգին է, թմբելը, այսենց, արևը մեր ամտնում, դուս է գալի, դրանով վախացնում, թվում է, թե այսա եղանակը կփոխվի, քամի կանե, ձյուն կգա, այսքանը ես եմ բերել, ստեղ իրար վրա լցրել, այս հաշտ ճյուղերն է, այս էլ բարակ ճյուղերն է, սիրելի հետևորդներ ջան, հիմա ասեմ, որ էլի գործեր կա, այդ մարդն ասել է, որ կգա, այդ էլ կանի, մի հատ ուզում եմ առաջ գնամ, այս ձևով ցույց տամ, այս ինչ լավ բանջար կա, աչքիս կամ բանջար էլ քաղեմ, մեծացել է, այս թզեն ու ծառերը պապական, սրանք ինձ պետք չեն, այս ես միշտ թարմացրել եմ, մտածել ով որ բերքը կլավանա ու չի լավացել, սենք շարքով, մինչև վերջ, պապական թզենի է, որը ինձ հեչ պետք չեկավ, ամտեղի իրանց վրա, ես զբաղվում եմ, որ սառը քամի վեր կացավ, ստեղ քանի որ այս տարածքը մաքրելու է, առաջվա տարիներին ստեղ մեծ կակավի ծառ ունեինք, այն էլ եմ կտրել ու արդեն են էլ ճյուղեր տվել, մի խոսքով այս է, մի քիչ էլ մոտենամ, այս մի թզենին ես եմ տնկել, այն լավ թզենուց է, այստեղ շարքով ունեմ տնկած, մի քանի հատ, բոլորը կպել են, քանի որ տխլենու մոտ եմ, որը ես ջահելացրել եմ, ցույց տամ, տեսնում եք ինչ բարակ ճյուղերով դուրս է եկել, նույն ձևով նենց կտրել եմ տվել, հենա, ու ինքը արանքներից նոր ճյուղեր է դուրս եկել, ստեղ երկու թուփ տխլենի ունեմ, մեկը սա է,
Այն մեկն էլ սա է, ահա, շատ սիրուն, ինքը ծաղիկ էր տվել, այս տարի հույս ունեմ տխիլ կտա ինքը, այս իրա ծաղիկն է, որ արդեն չորացել է, հիմա մոտենանք այդ կակալի ծառին, որը շատ մեծ ծառ էր ու արդեն ինքն էլ էր բերքից ընկել էր ու կտրել եմ տվել, հեսա գունը երևում է, թե ինչքան մեծ է եղել, հենա այն քոթուկը, որ դրած է իմ տան մոտ ու երբեմն նստում եմ կոֆե եմ խմում ձեր հետ, այս ծառից է, սիրելի հետևորդներ ջան, ու որ կտրում ենք ծառը, քանի որ ինքը դեռ նենց ինքը չորացած չի լինում, տակից այն ճղկներ է էլի աճում, ասել եմ, որ այդ մարդը գա, էս էլ կտրի, որ այս տարածքն էլ մաքրեմ։ Էդ էլ է թզենի պապական, որ ինձ պետք չի։ Միշտ ասել եմ լավ դե պապական դեպքը միշտ տարբերվող է լինում, համով է լինում։ Թողնեմ, ջահելացրել եմ, հա, ասել եմ դե ափսոս է էլի, թողելի, բայց արդեն համոզվել եմ, որ ես սրանից ոչ մի օգուտ չունեմ, սիրելի հետևորդներ ջան, այս էլ պետք է այդ մարդը գա այդ դրուժվով կտրի, այս բարակ ասենք ես կարամ այն իմ էլեկտրական սղոցով կտրեմ, բայց թե շատ երկար կտևի էլի, շատ, ու ավելի լավ է, այդ մարդն էլ դե որ ասեց կգա կկտրի, ես էլ կհեշտանամ, խոսելով եկա արդեն իմ բաղ ու բաղչի տարածքը հասա, ստեղ էլ շատ գործ ունեմ, չեմ շտապում կառալյոկի ծառերը էտել, քանի որ ջուրը գիշերս արցնում է, իսկ կառալյոկի ծառը դիմացկուն չի, ցրտահարությանը չի դիմանա, ցրտին չի դիմանա, եթե ջուրը սառեցնում է, իրան որ էտեմ, հանկարծ կցրտահարվի ու արդեն կչորանա, եկել եմ հասել իմ մեծ ֆոնի ծառին, ստի երկու հատ ունեմ, ինը ջահելացրել էի պույճուրա կողքի ճուղադուս գծել, ես էլ այդ մեկն է, ահա, մեծը ուրիշ է, էլի մեծ ծառը, ծաղիկները բացվել են, համեմատած այն փոքր ծառի, շատ սիրուն է, անչափ, հիասքանչ տեսք ունի, այս ծառն էլ են մեր պապերը տնկել ու չգիտեմ, թե քանի տարեկան կլինի ես, որ հարս եմ եկել, այս ծառը սենց մեծ է եղել ու դեռ սենց մեծ է, շատ բերք եմ վերցրել իրանից միշտ, անցյալ տարի, որ կարկուտը եկավ, գոնե մի հատ չեմ վերցրել, երբեմն եկել եմ, այս ծառի ավելորդ ճյուղերն էլ եմ կտրել, ջահելացրել եմ, մի խոսքով այս ծառի հետ եմ զբաղվել, շատ աշխատանքներ կատարել, դե որ այս ձևով միացա, սիրելի հետևորդներ ջան, այս ձևով շարունակեմ, գնամ մինչև են կողմ, համել ցույց տամ, իմ բաղ ու բաղչեն, թե ես ինչքան շատ գործեր ունեմ, այս տարածքը լրիվ կառալյոկի ծառեր է, այս հենց շատ փոքր են եղել, ու այսքան իմ խնամքի շնորհիվ մեծացել են, այն որ եկա ֆոնի ջիպոտնի կտրեցի է, այ ընդեղից կտրեցի, մի խոսքով, այդ չափարը որ երևում է, մինչև տեղ իմ բաղ ու բաղչեն է, էլ չեմ գնում այն կողմ, այն անգամ որ ասեցի վայրի հոնի ու չի բռնում, վայրի հոնը նենք չի որ չի բռնում է, բայց այդ ծառը չգիտեմ ինչի ծաղկում է ու բերք չի տալի, բայց մեր հանդուչոլերը լիքն է, շատ է լիքը, մարդիկ գնում են քաղում, ծախում, արաղանում նույնիսկ, եկել եմ ներքևի մասը, այս ծառն եմ ես ցանել, որ տարիներ հետո իմ թորները, իմ ծոռները իմանան էլի, ունենան իրանք էլ, ասեն ես էլ մեր պապերը, մեր տատերն են ցանել, այս ծառը արդեն 15 տարեկան է, խոնի ծառը ուշ է մեծանում, սիրելի հետևորդներ ջան, ծիդնա եմ արել, ճյուղը կրացրել եմ հողի տակ, արմատակալվել է, մի 2 տարի հենց հակացել, որ արմատակալվի, տեսնում եք, ես էլ է փոքր ու ծաղիկները լրիվ չի բացվել, հա, այդ արմատակալվելուց հետո տեղափոխել եմ, բերել ստեղ, շարքով ցանել եմ,
Այս շարքում մի քանի հատ ունեմ, եկեք գնանք, համել զրուցեմ։ Տեսնում եք, ես ինչքան շատ գործ ունեմ անելու, լրիվ պետքա մաքրեմ։ Ստեղ մեկը կար, չգիտեմ ինչի, չորացավ այդ հոնի ծառը, ոչինչ, տեղը կլրացնեմ։ Ստեղ թզի ծառ եմ գծել, լավ թուզա, լավ սորսի թուզա, այս եմ ես ցանել, այս մոշուտները պետք է մաքրեմ ու բաղջային ազատ է։ Այս էլ մյուս հոնի ծառը, սրա ծաղիկն էլ համեմատած արդեն դե ռոպե մանավանդ որ արևը բացվում է, հոնի ծաղիկն էլ հետն է բացվում։ Հուսանք այսքան ծաղիկը լավ բերք կդառնա ու այս տարի ես էլ բերք կհավաքեմ այս ծառերից։ Այս մի ծառն էլ է թզի ծառ, էլի ես եմ տնկել, հիմա առաջ գնանք։ Մի խոսքով ինչ էի ուզում ասել, որ ասում էին մեծ ծառը պապական ծառը, ես էլ իմ գործն եմ արել, որ իմ թոռներն ու ծոռները իրենք էլ ծառ ունենան, երբ որ ծիտնա եմ արել, բերել ստեղ շարքով ցանել, 10 տարուց հետո նոր ծաղկելա շանագծել, հետո արդեն այդ 10 տարուց հետո էլ արդեն այսքան մեծացել է, այսինքն այս ծառը հստակ ասեմ 17 տարեկան է, սիրելի հետևորդներ ջան, 17 տարեկան է այս ծառը, 10 տարուց հետո որ նշանագծում միանգամից ինքը թափ է վերցնում։ Հետո արդեն հասնում ենք այս կողմերը, դե քանի որ ստեղ այս կառալյոկի ծառերը մեծացել են ու սենց խաշամը շատ է, ստեղ շատ չի կանաչում, բայց այ այն բաց տարածքը կանաչ է բռնում։ Եկել եմ հասել այս կողմը, որ ցույց տամ այս կողմի հոնի ծառերը էլի իմ տնկած, սենց շարքով, չափարի երկայնքով ցանել են, որ ծաղկի սիրուն լնեն։ Հավերս վերև են գնացել, կամ էլ կարող է զանգին ու զրանգին, չէ, բայց զանգին ու զրանգին խելոք են։ Մի խոսքով, սիրելի հետևորդներ ջան, այսքան մեծ բաղ ու բաղջա ունեմ, այսքան մեծ տարածքով, դե այս մասն էլ արդեն դե գիտեք, որ մեր պապերը չափարը ակացիայով էին սարքել ու արդեն հասցրել եմ այս աստիճանի, մաքրել եմ։ Մի լավ ձեզ ծանոթացրի իմ բաղ ու բաղջի հետ, սիրելի հետևորդներ ջան, այն փետերը որ կտրել է, քանի որ երեկոյան ժամերն է մոտենում, չեմ ուզում գնամ ընդեղ գործ անեմ, չեմ էլ հասցնի, որ ասենք ինչ որ մի գործ անեմ բաղջում, բայց այն վերևի տեղը որ կիսատ է, ընդեղ կիսատ գործ ունեմ, այն սպիտական նյութը որ բացած է, եկել եմ հասել այս տանձենուն, այս տանձենին էլ գիտեք որ ես եմ տնկել, սիրելի հետևորդներ ջան, ու քանի որ ցուրտ է, էլի բողբոժները ուշ է, ասենք մեծանում, ու այ այս աստիճանի է։ Ուզում եմ, որ իմ տնտեսությունը շատ սիրուն ու կոկիկ պահեմ, բաղ ու բաղջեն, բեջարած պահեմ, այս էլ են մի խնձորենին է, այս խնձորենին իմ պապաս է ինձ նվիրել, ինքը կարճլիկ տեսակ է, թփային խնձոր է ու ամառվա խնձոր է համարվում, շատ համով է, կոկոմներ ունի, ինքը շուտ է ծաղկում, հեսա, այս իրա ծաղկի բողբոջն է։ Մի հատ էլ մոտենամ նարցիսների կոկոմները ցույց տամ, որ այս մասում ունեմ, ահա սիրելի հետևորդներ ջան, կոկոմները այս աստիճանյա նարցիսի, մի լավ պտտվեցինք, միասին, եկել ենք հասել հաղարջի թփերին, շատ գործ ունեմ անելու, սիրելի հետևորդներ ջան, տեսնում եք, որ ամենուր աշխատանքներ կա կատարելու, ահա, կոկոմները շուտով կերևա հաղարջի, որին մենք խրաղատ ենք ասում, այս կողմը, սիրելի հետևորդներ ջան, էլի գործս կիսատ է մնացել, այս օրը այն օրն է, որ
Այս գործը չեմ կարող անել, բայց այն վերևն եմ ուզում գնալ, կիսատ գործս ավարտին հասցնել։ Սիրտս քաշեց, որ սենց մի հատ պտտվեմ ու ցույց տամ իմ բաղ ու բաղ չեն։ Եվ պատրաստվում, որ այս գործերն անեմ, բնության հետ կռիվ տալով, ես կուզեմ ասեմ, այդ ձևն է, քանի որ տարվա այդ շրջանն է, վերևում արդեն իմ մեղվանոցն է, ահա, արևա, բայց իրանք դուրս չեն եկել, երեկոյան ժամերն է, հիմա որ հանդերում են, կգան ու արդեն կգիշերեն, դե գնամ վերևի կիսատ գործս, շարունակեմ ձեր հետ։ Սիրելի հետևորդներ ջան, փախչից եկել եմ, ստի նստել եմ, մի քիչ շունչ քաշեմ, դե գիտեք, որ իմ շները իմ հետ պտտվում են, Սրանգին ոսկորա կտել կրծմրծում է, Սրանգին էլ պարկելա ու ուշկը ինձանում է, երկու շունս էլ ինձ շատ սիրում են, երկուսն էլ շատ խելացի են, քամին սառն է փչում, դեպի երեկոյան ժամերն ենք գնում, բայց դեռ արևի շողկերը լուսավորում է, որ սենց պատահականության բերումով իրանք դուռը բացել էին ու դուրս եկել, հավերին իսկապես չեն նեղացնում, շատ էի վախենում այդ հարցում, միշտ ասել եմ, որ սրանց փակում եմ, նրանց բաց եմ թողում ու հակառակը, բայց ահա վառ օրինակը, որ ինձ հետ են, սիրելի հետևորդներ ջան, ես այստեղ եմ, առավոտվանից, որ այդքան շատ գործեր արեցի, ձեզ էլ միացա, մի փոքր նստեմ, հանգիստս առնեմ ու շարունակեմ, ուզում եմ այդ սպիտականյութը քսել, չգիտեմ վլոգում կերևամ թե ոչ, տեսքս շատ հոգնած է, ցուրտ է, գլխարկով, մի խոսքով, աշխատանքային ձևով, այսօրվա վլոգում, որ ասեցի, սպասում եմ ձեր պատասխանին, արդյոք ուզում եք շարունակեմ իմ վլոգը նույն ֆորմատով, ցույց տալ իմ տնտեսության գործերը, իմ բաղ-բաղջի գործերը, գիտեք, որ վլոգը եթե այսօր պատրաստում եմ, հաջորդ օրն է ձեզ հասնում, դրա համար, քանի որ պատասխանն էլ դեռ չգիտեմ, սպասողական վիճակում եմ, չնայած սիրելիներս, գիտեմ, թե որքան անհամբեր եք սպասում իմ ամեն մի վլոգին, ինձ ջերմ տողեր եք ուղարկում, բարեմաղթանքներ եք գրում, որի համար շատ շնորհակալ եմ, սիրելի հետևորդներ ջան, ամեն դեպքում, չգիտեմ, ինչի սիրտս այսպես ուզեց, որ ես ձեզ հարց տամ, արդյոք իմ վլոգի ֆորմատը ձեզ դուր է գալի, թե ոչ, որպեսզի նույն ձևով շարունակեմ, ուզում եմ, որ բաժանորդագրվեք և միանաք իմ ալիքին, որպեսզի ես էլ իմ կատարած աշխատանքից գոհ լինեմ, դիտումներս շատանան, քանի որ դիտումների քանակը կախված է նաև բաժանորդագրվելուց, լայքելուց, տարածելուց և սիրելի հետևորդներ ջան, չեմ ուզում, որ իմ այս աշխատանքը իզուր տեղը անցնի և ուզում եմ, որ բոլորի համար էլ հետաքրքիր լինի իմ կատարած գործերը, գիտեք, որ սա էլ աշխատանք է, վլոգերությունը նույնպես աշխատանք է, սիրելի հետևորդներ ջան, և ամեն մի մարդ ուզում է իր աշխատանքի արդյունքը տեսնել և բարգավաճում ենք ուզում բոլորս էլ մեր կատարած գործում։ Դե ինձ սիրելի հետևորդներ ջան, հիացանք նաև իմ խելացի շներով, գիտեք, որ փոքր են, մի տարեկան չկան և իմ խնամքի շնորհիվ այսքան մեծացել են։ Մի փոքր հանգստանալուց հետո վեր եմ կացել, գործեր եմ արել ու հիմա ուզում եմ ցույց տալ իմ կատարած գործը, մոտեցնեմ, սպիտակ վարդն է, որ այսքան խորքային էտել եմ, քանի որ վնասված էր ճյուղերը, այստեղ ամփուշ մոշի թուփ է, որ նոր եմ աճեցնում և այսպես շարունակ, այստեղ նույնպես վարդ է, ջերմոցային վարդն է, սպիտակի և վարդագույնի մեջ, ամփուշ մոշը, որի բողբոժները արդեն իսկ երևում է, այստեղ իմ խաղողի վազն է, որ պետք է ներկայեմ սպիտականյութով, տյուլպանները, վարդակակաշները,
Միշտ սիրում ենք ծյուլպան ասել, չէ՞, սիրելի հետևորդներ ջան։ Այսքան մեծացել են, հողը փխրեցրել եմ, մոլախոտերից ազատել եմ, տեղին վարդս է, նորից լավ էդ եմ կատարել, հետո շարունակում ենք այսպես, այստեղ նորից խաղողի վազն է, իդեպ ասեմ, որ այս երկու խաղողի վազը ես եմ աճեցրել և 15 տարեկան են, հստակ կարող եմ ասել, խաղողի վազը շուտ է աճում, դժվար է կպչում, դժվար է արմատակալվում, բայց շուտ է մեծանում, այստեղ կառալվի վարդն է, որ սենց մաքրել ու փխրեցրել եմ, այստեղ դեղին վարդն է, բողբոջները երևում են արդեն, այստեղ խաղողի վազ եմ աճեցնում, ես կրանամ, որպեսզի ցույց տամ, տեսախցիկը լավ ֆիքսի, այս երկու ճյուղերը ամփուշմոշի ճյուղերն են, իսկ ահա սա իմ նոր աճեցրած խաղողի վազն են, երկու հատ, 3 տարեկան են սիրելի հետևորդներ ջան, այս տարի ավելի կմեծանա, երբ որ կտրոնով աճեցնում ենք ու խնամք ենք տանում, արմատակալվում է, հիմա շարունակենք առաջ գնալ և ցույց տամ իմ կատարած գործը, այստեղ էլի վարդ է, կարծեմ սա նույնպես ջերմոցային վարդն է, սրանք դժվար են աճում դրսում, վարդերի տեսակներ կան, որ դժվար են աճում, այստեղ նույնպես, այստեղ մոշի արմատակալները, քանի որ այստեղ էր աճել, հանել եմ, որպեսզի տեղափոխեմ, ահա սրանք են, լավ արմատ են տվել, այստեղ վարդագույն վարդն է, և այդպես շարունակ սիրելի հետևորդներ ջան, այստեղ արդեն քրիզանթեմն է, որը նույնպես փխրեցրել եմ, 4 տերևներից ազատել եմ, և արդեն իրենք հորիցոր կմեծանան, այստեղ նույնպես խաղողի վազ է, սա պապական վազ է, ինչ եկել եմ այս տուն հարս, նորից եմ ասում, այս վազը այստեղ կա, ես շարունակում եմ խնամք կատարել, և այդ ամենը սիրով եմ անում, սիրելի հետևորդներ ջան, ահա մինչև այստեղ իմ քրիզանթեմները, լավ մաքրեցի ներքևի հատվածը, մնում է մեղուների, փեթակների մոտ մաքրեմ, ահա այնտեղ պետք է փոցխը քաշեմ, մաքրեմ, որ այդ տարածքը նույնպես մաքուր լինի, իսկ հիմա գնամ սպիտականյութը քսեմ, հիմա բացում եմ սպիտականյութը, որպեսզի օգնեմ իմ խաղողի վազին, որպեսզի ինքը առողջ աճի, քանի որ նյութը բացած էր հատկապես, այսքանը պետք է անպայման քսեմ որևէ մի տեղ և արդեն քանի որ քիչ է կհերիքի միայն խաղողի վազերին, մի կպի, գնային կողմ, չխանգարես, սիրելի հետևորդներ ջան, նախքան քսելը պետք է լավ խառնենք, տակու երես անենք, այս ուտելու չի, գնային կողմ, բկլիկ, դեղա, գնա, դե գնա չխանգարես հլա, խելոք նստի այդտեղ, հիմա ձեռնոցներս հանեմ, որպեսզի նաև օգնեմ խաղողի վազի այս բունը մաքրվելուն, քանի որ շունը գնաց, այս կողմ դնեմ և սիրելի հետևորդներ ջան, ահա, այսպես, նկատում եք, որ այստեղ սպիտակ հետքեր կա, սա անցյալ տարվա հետքն է ու հիմա նորը քսելու համար, ահա, այսպես քամի բարձրացավ և իմ տեսախցիկը վայր գցեց, հիմա հուսամ ամեն բան տեղը կընկնի և քամին իմ գործին չի խանգարի, մի քիչ էլ այսպես հողը ու արդեն քսեմ, սիրելի հետևորդներ ջան, ինչպես որ ես եմ օգնում
իմ ծառերին, որպեսզի առողջ աճեն, դուք էլ կարող եք օգնել, որպեսզի իմ ալիքը աճի։ Բաժանորդագրվեք, ասեք ձեր ընկերներին, ծանոթացրեք, իմ տեղը ցույց տվեք, որպեսզի բաժանորդագրվեն եւ իմ ալիքը աճի, ինչպես որ իմ ծառերն են աճում, իմ ծառիկներն են աճում, ծաղկում եւ ուրախանում ենք, որպեսզի ես էլ ուրախանամ ձեզնից։ Ահա։ Եվ այս սևով պիտի շարունակեմ։ Մնացածն արդեն կադրից դուրս կանեմ գործս։ Այս կողմից էլ լավ տարածեմ։ Ներքևի մասից նույնպես։ Եվ արդեն գնամ մյուս ֆազերը ներկեմ, սիրելի հետևորդներ ջան, ավարտում եմ վլոգս, լավ եղեք, առողջ եղեք և իմ խնդրանքի մասին չմոռանաք, որպեսզի ամենքդ էլ ձեր ընկերներին, ձեր բարեկամներին ու ծանոթներին ցույց տաք իմ տեղը, որպեսզի բաժանորդագրվեն և իմ ալիքը բարգավաճի։